Արդեն 2 օր է Երևանում շնչում ենք Նուբարաշենի աղբավայրի այսպես գարշահոտը։ Բարև ձեզ։ Եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս եւ Ավետիք Քերոփյանը կամփոփենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Անցած շաբաթվա ամենակենսական իրադարձությունը այն է, որ մենք մինչև հիմա այս պահին էլ շնչում ենք Նոբարաշենի աղբավայրի գարշահոտը, այրվում է աղբավայրը եւ այդ բանը ծուխը փչում է մեր վրա։ Երեք աննախադեպ բան եղավ Ավինյանը, քաղաքապետ Ավինյանը ինչ որ բանով ուղերձով հանդես եկավ, բայց այդ ուղերձը միայն նրա մասին էր, որ ինքը մեղավոր չի, ինչ որ մարդիկ այրել են իբր ու գցում են իր վրա, բայց անպայման այդ մարդկանց գտնել են եւ պատժել են։ Բայց նորմալ երկրում պետքա լինեին բաներ, ցուցումներ, որ ասենք սա թունավոր նյութեր են, երեխեքին մի թողեք դուրս, դուք այդ օդը աշխատեք չշնչել, պատոնները փակ պահեք, չգիտեմ, սրբիչները թրջեք, միացրեք օտորակիչները, այո, ինչ որ բաներ քաշեք, այո։ Ոչ թե որ ասենք Ավինյանը մեղավոր չի, չգիտենք ով է մեղավոր, որ իմանենք կբռնենք, կպատժենք։ Երկրորդն է, որ բացի Ավինյանից պետքա լինեն եւ այլ կառույցներ, ասենք արտակարգ իրավիճակներ պետքա լինեն, չէ՞, Դե չունենք արտակարգ իրավիճակների նախարարություն, գիտենք։ Մարդիկ կան, չէ՞, որ այդ արտակարգ իրավիճակների նախարարությունից մնաց մենակ փրկարար ծառայությունը, որ տարանմացել է ներքին գործերի նախարարության մեջ եւ անցած տարի բյուջե կրճատեցին փրկարար ծառայությունից, այս տարի էլ հատկացված բյուջեից փողեցին ոստիկանների պարգևաճարին, գիտենք դրա մասին։ Ու այդ բաներն էլ, որ ասենք ինչ թունավոր նյութեր են արտանետվում, ես ճիշտ ասած բանասեր եմ եւ քիմիայից շատ հեռու եմ, բայց գիտեմ, որ դիոքսին է, չէ, արտանետվում օդ, որը ասենք ամենաթունավոր նյութերից մեկն է։ Դիոքսինը հիշում եմ, որովհետեւ Յուշենկոին դիոքսինով էին, չէ, թունավոր, դրա համար եմ բանանում, հիշում եմ անունը, բայց դա իրական, ասենք քաղցկեղածին, չգիտեմ, մարդու օրգանիզմը թունավորող, այսի ինչ նյութեր են, ու ոչ մի սա ըստ էության էկոլոգիական աղետ է, որտեղ ասենք միլիոնանոց քաղաքը շնչում է դիոքսին ու չգիտեմ ինչ, բայց ոչ մեկ ոչ պատասխանատու է, ոչ ասում է ձեզ ոնց պահեք, ոչ ինչ արեք եւ այլն, մենք մեղավոր չենք, հենց մեղավորներին գտնենք կպատժենք։ Դե այս վիճակում Երևանում պետք է արտակարգ իրավիճակ հայտարարվեր, այո, դու ճիշտ ես, եւ անպատասխան ծառայություններ պետք է իրենց գործ անեին, բայց միակ բանը, որ տեղի ունեցավ իրականում սրա հետ կապված, դա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի իրականում ինքնախոստովանական ցուցմունք էր եւ դա պետք է օգտագործվի դատարանում, որ ես նախորդ հրդեհից հետո հիշում ենք ամառը մի քանի շաբաթ այրվում էր, ծխում էր էլի Նուբարաշենի աղբավայրը, նախորդ հրդեհից հետո համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել։ Բայց ամեն տարի վարվում, անցած տարի էլ վարվում, ես իմ նախորդն էլ տասնամյակներով վարվում է եւ դեռ 2016 թվականից ես հիշում եմ, որ խոսքեր գնում աղբի վերամշակման գործարանի մասին, անցել է դրանից 9 տարի, այս իշխանությունը արդեն 7 տարի է իշխանությունը եւ քաղաքային իշխանություն, հա, 18 թվականին սեպտեմբերին հիշում ենք ընտրություններ ավականու եղավ եւ սրանք փաստացի վերարտադրվում են այն ժամանակվանից սկսած եւ ոչ միտեղ առաջ չի գնում։ Միակ բանը, որ արել են այդ աղբավայրի հետ, ցանկապատել են, թե չէ ծուխը ցանկապատի վերով չեր հասնելու, էլի։ Բայց ծուխը մենակ է դիոքսինը չի։ Իրականում այնտեղ աղբի հետ միասին ինչ ասես գնում է, էլի։ Եվ պլաստիկ, եւ մետաղ, եւ ծանր մետաղներ, որոնք որ գալիս նստում են մեր թոքերում, եւ եթե նայենք տեսնենք թե ինչ է կատարվում հիմա քաղաքում, ես գալիս էի ստուդիա եւ ուղղակի անհնարին է շնչել։ Այնպես չէ, որ ես մեքենայի շարժիչն արդեն զգում, որ բան չկա, էլի։ Մի քանի տարի առաջ 20 թվականին մեր տանը սնդիկ էր, բան էր, ջերմաչափ էր ջարդվել, ես այդ սնդիկը հավաքել էի, լցրել եմ այդ բանի մեջ ու ինձ հետաքրքիր ինչ անեմ, էլի։ Զանգեցի արտակարգ իրավիճակների նախարարություն, ասի ինչ անեմ։ Ասին դե տար թափետի, ասեմ, բայց կարամ սա տանեմ աղբամանը գցեմ, բա հա, տար տնից հեռու դա վտանգա վրա։ Հետո քիմիկոս մի ընկերոջ զանգեցի, ասեց բան արա մշակի, ես իմ բաներով, ինչ որ նյութերով, բաներով ինչ էր այդ նյութանը կարմիր գույնի մարգանցովկայով չգիտեմ ինչ արա եւ այլն, բայց այդ
պետություն չէ դա պետք է զանգել եմ ասեմ ինչ անեմ ինձ պետք է ասեմ բայց մեր երկրում իհարկե հաստատ սովետից մնացած ինչ որ ստանդարտներ բաներ գործողությունների պլաններ բաներ կլեն որտեվ սովետը հաստատ դա թողել է էլ արել բայց հիմա դրանք վերանայելու կամ ինչ որ պատասխանատվություն բանանելու զանգես թեժ գծին քեզ ասեն ինչ իրավիճակա ինչ անես եւ այլն նման բան գոյություն չունի դե հիմա սանդիկային ջերմաչափ ընդհանրապես չեն վաճառում դեղատներում եւ անցել են էլեկտրոնայինների եւ սնդիկը իհարկե որպես վտանգավոր տոքսիկ ասենք գոլոշիները վտանգավոր են առողջության համար հենց գոլոշիներն են վտանգավոր էլի սնդիկին մատով կարելի է գտնել ոչ մի բան չլինի բայց գոլոշիները եթե ներշնչեցիր երկար ժամանակ դուրս չեն գալիս օրգանիզմից էլի բայց համոզված եմ որ այնտեղ սնդիկի լավ արվում հիմա էլի եւ ոչ միայն սնդիկ ասենք ամեն ինչ ասես աղբի հետ թափում ենք ամեն ինչ տեղ վարվում եւ այնտեղ գնում է ոչ միայն կենցաղային աղբա գիտեն գնում է նաեւ շատ ինդուստրիալ աղբ, շատ գնում է այնտեղ առևտրից առաջացող աղբա եւ այլն, նույնիսկ կենսաբանական թափոններ, որոնք այրվելով իհարկե առաջացնում են լիքը վտանգավոր նյութեր, ու հիմա դա շնչում ենք։ Բայց դա սա միակ դեպքը չի։ Երևանին ընդհանրապես ասած, եթե մի քիչ մանգաս փողոցներով, բարձ կդառնա, որ Երևանի եւ երևանցիներին պատերազմ է հայտարարված։ Ինչ տեղի ունենում տրանսպորտի հետ, ինչ տեղի ունենում քաղաքային տնտեսության այսպես ավերումի հետ, ինչ տեղի ունենում շինարարության ոլորտում, հա, ուղղակի պատերազմ հայտարարված։ Բայց տրանսպորտը լավացել է։ Իհարկե չի լավացել, էլի։ Ինչի՞ դեպի ժամին կարելի է գնալ։ Եթե հաշվի առնես, որ էլ կոպեկ չես տալիս, այլ ինչ որ փորձում ես վճարես, Տարոն Մարկյանի ժամանակվա հետ համատած լավացել է։ Տրանսպորտային միջոցների վիճակն է լավացել։ Տրանսպորտի վիճակը ոչ, որովհետև եթե 18 մետր կամ 12 մետրանոց ավտոբուսը գնում ամերիկյան դեսպանատան խաչմերուկում փորձում է հետադարձ կատարի եւ այնտեղ կանգնում է ամբողջ շարժումը, այդ ուրիշ դա վատ է։ Այդ համաձայն եմ ավետիք չեմ, բայց եկեք արի լավին լավ ասենք, վատին վատ էլ է։ Տրանսպորտի ես կարծում եմ, որ դա խնդիրն է, որ մենք չենք հետազոտական բան չունի ոչ մի բան։ Այսինքն մենք չենք կամ հաշվարկեն, որ ասենք այս ժամերին այսքան մարդ այս տեղից տեղափոխում է, այստեղ դրա համար պետք է այսքան տեղանոց, այսքան բան, նույնիսկ ասենք մետրոյի այդ բաները, չէ, չեն կարող։ Լրիվ աչքաչափով, ասենք նույնիսկ ոչ թե աչքաչափով, այլ ճաշակով, հա, կամայական ճաշակով։ Այդ հետազոտական բանը, որ ասենք այստեղ պետք է այսքան բան լինի, այսպես բան, դե ես չեմ կարծում հայաստանում ցած մասը։ Ես անցափ ոչ մի ոլորտում դա չկա, էլի ավետիք չեմ։ Դրա համար ասենք աչքաչափով, ասենք էսի 50 հատ, 100 հատ, հետո 500 հատ, ցած ինչ աչքաչափով ավտոբուսներ են առնում բերում, դզվավ, չդզվավ։ Դե այդ աչքաչափով ասենք ականատես ենք լինում այս հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերին, հա, որը կոլապսի է ենթարկել իրականում քաղաքի կենտրոնում երթևեկությունը, Մաշտոցի փողոցով անհնարին է դարձել երթևեկել, բայց Սարյանը փակելու հետևանքով ավետիք ոչ թե Նաև, հա։ Սարյանը լրիվ ազատ միակողմանի, բայց ազատ զբոսնելու փողոց, բայց հիմա Սարյան փողոցի երկու կողմերում երկու շարք են կանգնում մեքենաները, որտեղ այնտեղ գիտենք մշտապես ինտենսիվ շրջանառություն կա մարդկանց, բայց դրա հետ միասին ասենք որևէ հաշվարկ, թե որ փողոցը ինչ թողունակություն ունի եւ արդյոք այդ փողոցում պետք է ունենալ վճարովի ավտոկանգառ եւ առանձնացված գիծ հանրային տրանսպորտի ոչ մի հաշվարկ չի արվել։ Այս աղբավայրի թեմայով մի էսպիսի բան էլ կա, էլի որ սա իրականում նաև իրավապահ համակարգի ցուցիչներից մեկն է, իրենց անգործության ցուցիչներից մեկն է։ Բնականաբար գործունեության կիզակետը լրիվ ուրիշ տեղ։ Հիմա բազմիցս գրվել, ասվել, չգիտեմ, բոլորը գիտեն, խոսում են դրա մասին, նյութեր են գրվել, ռեպորտաժներ են արվել եւ այլն, որ այդ աղբավայրը այրում են, որ նստի աղբը եւ նոր տեղ առաջանա նոր աղբի համար, այսինքն ոչ թե իրանք բերեն բուլդոզերով, չգիտեմ ինչ անեն, մաքրեն, բանանեն, նոր շարքեն եւ այլն, կամ այլ տեղ են ազատում, չորով այսպես ասած ճակերտավոր տեղ են ազատում, որ նոր կարողանան նոր ծավալի աղբ ընդունեն։ Ու դա բարձավետ աղբավայրը տեր ունի, շահեր կան, ինչ-որ մարդիկ փող են ստանում, ինչ-որ մարդիկ ինչ-որ, այդ շահառուները, այդ փողի եւ այդ բանի կրակը ում է ձեռնտու այդ հրդեհը, դա հայտնի հաստատ, ասենք, կարելի է մի օրվա մեջ ճշտել լրիվ ոնց է լինում։ Բայց արդեն շատ երկար ժամանակ
չգիտեմ, եւ մի 20 տարի։ Ժամանակ առ ժամանակ այդ աղբավայրի ծուխը մենք շնչում ենք, բանը տեսնում ենք, իմանում ենք, որ հրդե է եւ այլն, բայց ոչ մի ձև վիճակագրությունից իմանում ենք, որ Հայաստանում քաղցկեղի վիճակը հեչ լավ չի։ 47%-ից մեկը քաղցկեղով է ապրում, այդ պաշտոնական վիճակագրությունը, հա, եւ այդ աղբավայրի հետ միասին նաեւ Երևանի շուրջ կան շատ այլ ապօրինի աղբավայրեր եւ ոչ միայն Երևանի շուրջ։ Ես անցյալ տարի ամռանը գնացել եմ Սևան, հակառակ ափից արևելյան ափից մի նկար ունեմ արած 20 հատ վառվող աղբավայր։ Յուրաքանչյուր գյուղի կողքը կա 20 հատ վառվող աղբավայր։ Գնաս ասենք Սևանի թերակղզի վրա կանգնես, կտեսնես այն Նոյլենդ կոչվող հանգստյան գոտու հետևում վառվող եւ անընդհատ վառվող աղբավայրը, որը ծուխը տարածում այն ջրի վրա, որով մենք ոռոգում ենք կամ խմում ենք, հա, որը խմում ենք։ Եվ պարզ է իհարկե, որ այդ անհետևանք չի անցնում։ Մենք թունավորվում ենք ամեն օր, ոչ թե վերջի 2 օրը, բայց դրա հետ միասին նաև պետք է ասենք, հա, մի թեթև քամի է բարձրանում Երևանի վրա հողմա մրիկներ, փոշե մրիկներ են։ Այդ փոշին շինարարական փոշի է, գիտենք, որ շինարարական փոշին էլ ինքը իր մեջ ունի, ասենք ցեմենտ, ավազ եւ այլն, որը երկար ժամանակ է մաքրում։ Եթե թեթև անձրև է գալիս Երևանում, բոլոր մեքենաների ապակիները դառնում են թափանցելի։ Նա պետք է տանել լվանալ։ Հին սերունդը, չգիտեմ դու հիշում ես թե չէ, 20-ականների մարդիկ էլի, իրենց մեջ շատ տարածված էր ապակի աչքը, հիշում ես։ Դες բոլոր հայատներում կային դες ինչ-որ մի քանի հոգի, որոնք ապակի աչքն էին, որովհետեւ դրա պատճառը այն էր, որ Երևանը փոշոտ քաղաք էր, այդ փոշին լցվում էր աչքը, բորբոքվում էր եւ այլն, աչքը հանում են, այն ժամանակ դες ինչ-որ ուրիշ բաներ չկային, մի հատ ապակի աչք էին դնում։ Այդ մարդիկ ես հիշում եմ, էլի դες շատ վախում ենք այդ մարդկանցից, բանից, շատ փոքր ենք իհարկե։ Բայց հետո ես հասկանում եմ, որ հետո այդ ծառատունկերը, բաները, հետևողական այդ ծիծեռնակաբերդի այգի, նորքի այգին եւ այլն, բան այսպես հատուկ այնպես են արել, որ փոշին ծառերով փակեն եւ այլևս օրինակ երբ որ ես փոքր էի հիշում եմ Երևանը եւ այն շատ մաքուր քաղաք էր։ Այդ հիմնական բողոքում էին ավտոբուսների ծխից, որ ասենք ավտոբուսների բանը, ասենք Էջմիածնի ավտոբուսը մեր տան դեմներ կանգնում չէին անջատում, խոտ տված վիճակի բենզինը ծրի։ Հունգարական իկարոսները լավ ծխում ուխային, բայց այդպես փոշոտ բան չկար, փոշի չկար Երևանում, այսպիսի բան չէր։ Հիմա նաև լվանում էին փողոցները։ Հա, եթե հիշում եք, հետո բայց այս հազարավոր շինթույլտվությունների բանին այդ բաց հանքեր են գործում, եսի ինչ են գործում, հա, այդ բարձունքին բանի կուկուռուզնիկի բարձունքին այդտեղ հանքա չէ գործում բանի։ Գործել, հիմա արդեն էլ չի գործում այդ բազալտի հանքը, բայց պատկերացեք, ասենք Երևանի հենց կենտրոնում։ Բայց կան հիմա մի քանիսն էլ էլի, ասենք Գաջի գործարանի մոտ, էլի բացահանք է գործում, Պրոշյան գյուղից Չենկոն բացահանքեր կան բազալտի։ Գումարած դրան նաև ծառահատումներ է, որ ասենք ծառահատումները անում են, չգիտեմ, իբր բաներ են տնկում, ճապոնական եսի միջեր են տնկում եւ այլն, բայց իրականում այդ ծառերը չեն պետք է մի 30 տարի անցնի, որ այդ ծառերը դառնան նորմալ ծառեր։ Այդ ծառերը հատելու, այդ սաղարթախի ծառերը հատելու այսպես թաքնված մոտիվացիան էլ բարձ դարձավ, որ օդից հեշտ լինի հետևել մարդկանց կուտակումներին, մասսայական խմբավորումների կամ բողոքների ժամանակ, ցույցերի ժամանակ հեշտ լինի հետևել։ Այդ թաքնված մոտիվացիան բարձ դարձավ։ Իսկ այն բանից, որ ոստիկանությունը կամ այլ ծառայություններ սկսեցին Իսկ դու շատ ես բարձրացնում շատ ես արել, ուղղակի ինչ-որ մեկը ասենք $1 միլիոն աշխատել է։ Հետել են արել, բայց նաև դա կա նաև դա այդ թաքնված մոտիվացիան։ Եվ եթե տեսնենք թե որտեղ են արել այդ մասսայական ծառահատումները Երևանի կենտրոնական փողոցներում, Թումանյան, Ալեք Մանուկյան, համալսարանի կողքը, հա, գիտենք, որ ուսանողները ժամանակ առ ժամանակ լինում են այդ մասսայական ցույցերի շարժիչ ուժը, դա հենց այդ նպատակ մոտիվացիան էլ ունի։ Բայց ես չեմ հորինում, դա բացահայտվել է նաև իրենց խոսքերից։ Բայց այս տարի չեն արել դա։
իրենք հասկացել են որ անցած տարի հանել են, այս տարի չի եղել տես բան։ Այո, չի եղել եւ այո դրա բանն էլ եղավ։ Այսինքն հայհոյանքը ուժ ունի, ու շատ էս հայհոյանքը Կամ մարդիկ կան իրենց առաջի միլիոնը աշխատեցին դրանով գնացին արդեն մյուս միլիոններին աշխատել, էլի։ Գիտենք նաեւ, ասենք այն հայտնի բլոգեր ակտիվիստ կա Արթուր Չախոյանը, որ գնացել էր լավ որակ ունեցող եւ դեռ շահգործման մեջ գտնվող սալահատակի սալիկների հետևից էր գնացել, տեսել էր որ իրականում հանում են փող են դուրս գրում, հանում են փոխելու համար, բայց իրականում նաեւ վաճառում են հանած սալիկը, էլի։ Ու բաներ էլ կային, չէ՞, այդտեղ այգիներ են նոր հիմնվել մեռած բաներով։ Մեռած տնկիներով, այո, այգիներ են հիմնվել, բետոնի եւ սալապատված այգիներ են հիմնվել այնտեղ, որտեղ առաջ խոտեր եւ ծաղիկ ու ծառուծաղիկ, հա, եւ հիմա դրանք դարել են քաղաքային ջերմության կենտրոններ, անգլերեն հայտնի արտադրություն կա Urban Heat Center, իմ քաղաքաշինարար ընկերները իրենց դիտարկումները ես կրկնում, լավ հետևել են դրան, թե ինչպես է Երևանը տաքանում հենց այդ շինարարության ծառահատման խոտածածկ տարածքների կրճատման պատճառով։ Այս շաբաթվա մյուս մեծ իրադարձությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր, ով ուրեմն մի կողմից իհարկե ոչ բոլոր լրատվամիջոցներն էին հրավիրված դրան, այսպես իրենք զանգում հրավիրում են ով գնա, դեռ չգիտեմ, ես շատ գոհ եմ մեր ճակատագից, որ օրագրին զանգում կանչում են, բայց կային լրատվամիջոցներ, որոնց չէին զանգի կանչել, որը ճիշտն ասած սկզբունքորեն նույն քաղաքականությունն է, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որտեղ օրինակ օրագիրը երբեք Նիկոլ Փաշինյանի ասուլիսին չի մասնակցել, երբեք մեզ չեն թույլ տվել, որ ներս մտնենք, եւ երբ որ կառավարությունում հավատարմագրված ենք եղել եւ երբ որ մտածել ենք որ ուրեմն անիմաստ է հավատարմագրված չենք եղել, ոչ մի դեպքում մենք չենք մտնում դրա մեջ, բայց մյուս եթե այս լրագրողական բանը թողենք, հետաքրքրությունը, շատ տարօրինակ բաներ ասաց երկրորդ նախագահը, ինձ համար ամենակարևորն էր, որ ինքը ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ձգտում է 0-ի, ու ես հասկանում եմ, որ մենք, չգիտեմ, գուցե տարբեր Հայաստաններում ենք ապրում, էլի ես եւ Հայաստանի երկրորդ նախագահը, որտեվ ես չեմ տեսնում, էլի այդ որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջնում է, ընդհակառակը ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողները, իր քաղաքականությունը արդարացնողները, չգիտեմ, իրանով հիացողները եւ այլն, իրանք ավելի վստահ են իրանց գում, իրանք ավելի բաց են խոսում դրա մասին, ասենք ոչ թե ֆեյքերով են գրում, այլ իրական մարդիկ են դա գրում։ Այո, իրենց բաց դեմքերով, այո, եւ բացի դրանից պետք է նաեւ ես կրկնեմ նկատառումդ, իրենք արդեն ավելի շատ են, հա, խոսում։ Ոչ միայն բաց, այլ նաեւ ավելի շատ են խոսում եւ ավելի այսպես բազմազան լրատվամիջոցներով եւ ավելի այսպես տարբեր դեմքեր են ընդունում, թվացial ընդդիմադիր, բայց իրականում մարդուն ընդդիմադիր, բայց գործողությունները արդարացնող, դա ավելի վատ արդարացում է, հա։ Երբ որ դու մարդուն ասում ես սխալ է անում, բայց արդարացնում ես նրա գործողությունների այս կամ այն ուղղությունով, օրինակ արտաքին քաղաքականության պարագայում, հա։ Բայց վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, պետք է ասել, որ փաստացի նա կրկնում է այն եզրույթները, որը կրկնում է, որը ասում է իշխանությունը, եւ մի քաղաքական մշակույթի կրողներ են իրանք իրականում։ Ես ճիշտ ասած այդ քո ասածի մեջ մի քիչ ինձ տեսնում եմ։ Հիմա ասենք կա պետության ղեկավար, որը արել է լիքը վատ բան, բայց անում է բաներ, որոնք եթե ստացվի կլինի լավ բան։ Հիմա Փաշինյանի մասին ես Քոչարյանի։ Չէ, Փաշինյանի մասին եմ ասում։ Քոչարյանը լիքը վատ բան արել է, բայց ինչ որ բան արել են, որը ունեցել է լավ հետևանքներ։ Հա։ Հիմա այստեղ օրինակ Փաշինյանի հետ խնդիրը իմ խնդիրն է, որ ես իրեն որպես ղեկավար չեմ վստահում։
Բայց մի կողմից ինքը Հայաստանի ղեկավարն է եւ իրան շատ գցել մանավանդ օրինակ ասենք եթե ուր այլ պետությունների ղեկավարներ իրան ձեռն առնում եւ այլն դա մեջ արտնասնում ասեմ ասի որ շլին չխոսել իհարկե բայց ուղղակի դիպացեկանքը ես ադրեցի քեզ որ ես չեմ կարող կրկնել ասենք Լուկաշենկոյի խնդալը Փաշինյանի վրա ծաղրը Փաշինյանի հանդեպ որտեվ ես հայ եմ եւ Հայաստանի կողմից եմ ես էլ եմ իրավորվում Բելարուսի կողմից ու այն լրատվամիջոցները ովքեր դա տարածում են որ տեսեք ես իմ ինչ-բան ես մտածում եմ լրատվամիջոցները չգիտեմ ռուսական են կամ բելարուսական են կամ ինչական են եւ այլ դա չեմ հասկանում ոչ մի ձեւ գիտես այսպես ծաղրելու մոլուցք կա հայկական լրագրողական այսպես ճակերտավոր լրագրողական իրականում շրջանակներում որ այսպես մոլուցքով են տարապում մի բան բռնեն եւ սկսեն ծաղրել, հա, ասենք մի տարա սխալ գտնեն կամ կետադրական սխալ գտնեն Նիկոլի կամ ինչ որ իր մերձավորների գրառումներում կամ խոսքերում եւ սկսեն ծաղրել։ Իրականում ուշադրությունից դուրս թողնելով գիտակցված կամ չգիտակցված էությունը, բովանդակությունը այդ ամեն ինչի, հա, եւ մենք հաճախ բախվում ենք դրա հետ որպես հասարակություն, որ իրական հետաքննություն պահանջող իրադարձությունները, փաստերը, դեպքերը մնում են լուսանցքում եւ կենտրոնանում է ուշադրությունը հենց այդ ծաղրանքի առարկայի վրա եւ դրանով իսկ մանրացնում ենք մենք մեր վարքագիծը մեծի վրա կենտրոնալ, մեծ պատկերի վրա, big picture-ի վրա կենտրոնալ փոխարեն մենք գտնում ենք մի բան, որ հեշտ է մատուցել, հեշտ է դա դարձնել լրատվության առարկա եւ հեշտ է դրանով, ասենք, լսարան զբաղեցնել, բայց լրագրության նպատակը չպետք է լինի լսարան զբաղեցնել, լրագրության նպատակը պետք է լինի հասարակության ուշադրությունը ավելի բարձր մակարդակի բարձրացնել եւ իրականում խթանել քննադատական միտքը, իրականում խթանել մտագործունեությունը եւ ուշադրությունը սևեռել իրական խնդիրների, իրական դեպքերի, իրական փաստերի վրա։ Ու այդտեղ ավետիք ջան, ես քեզ հետ լրիվ համաձայն եմ, այդտեղ օրինակ որ sense բան կա, որ ասենք Նիկոլ Փաշինյանը ինչ անում է, վատ անում, ինչ որ կամ այսինքն դա ընդհանրապես հեղինակազրկումը խոսքը, այդ բանը, եթե դու ասենք ամեն ինչ այդ մարդան ասում ես որ վատ է կամ ընդհանրապես ոչ թե իր վրա, էլ մեր ժողովրդի մեջ դա բնորոշ բան չէ, ասենք մեկին չեն սիրում, ասենք ինչ անում է, ասում են թե վատ է դենքով, եսի ինչը եւ այլն, բայց դա առաջացնում է ընդհանրապես դու էլ այդ մարդուն չես լսում դու գիտես որ ասենք եթե իր թշնամու կամ չսիրած այո խոսքը քո համար կանխատեսելի այո դու բար եւ նույնիսկ գիտես այն բառերը որը օգտագործել են ու դա նաեւ այն հակառակ կողմի համար է փրկություն որտեվ ինքը ասում է դե սա է ասում դա ինքը ինչ էլ անեմ ասել է սենց դե համար ես էլ չեմ էլ անդրադառնում չեմ էլ պատասխանում չեմ էլ ինչ անում ու դա նաեւ եթե շատ խորը նայենք էլի դրան դա մենք ունենք այդպիսի մի հատ ազգային հակում, որ ոչ թե պրակտիկ հարցերում մեր անձնականում մենք շատ պրակտիկ, շատ ցած բան ենք էլի, որ պես իմ 1000 դրամը չկորի, չգիտեմ 600 դրամը մեզ վերադարձնեն, եսիմ ինչ, այլ հանրային հարցերում, գլոբալ հարցերում, պետական հարցերում եւ այլն, մենք սկսում ենք ապրել մտածածին իրականության մեջ։ Մենք սկսում ենք պատկերացնել, որ մեր ուզածը կամ մեր երազածը որն է, որ եսիմ sense բան, ու դա սկսում ենք պատկերացնել բաներ, ու դրա մեջ է մտնում նաեւ Քոչարյանի ասածը, որ Փաշինյանի ռեյտինգը ձգտում է 0-ի, պարլամենտ կարանք անցնենք մենք Սամվել Կարապետյանը ու էլ ոչ ոք, ու չգիտեմ ինչ, բայց դա հիվանդություն է։ Դա իրականում օրինակ մարդու մոտ դա հիվանդություն է։ Եթե մարդը իրականություն չի հասկանում, ինքը իրան ինչ բաները հեքիաթները հավելնում, որ ինքը ասենք Նապոլեոնն այն աշխարհը գրավել է կամ ինքը ես ինչ է, բայց տանում մարդուն բուժում են կամ ոչ adekvat է դառնում այդ մարդը, այսինքն ինքը իրականության հետ առաջանում է խզում, իր մտքով ինքը ինչ բաներ է ստեղծում եւ այլն, այդ մտքերի մեջ ապրում է։ Կան այդպիսի մարդիկ, կան պոետներ շատ լավ, որոնք այդպես իրենց բաներում են, բայց դա չի կար ասենք երկրի առաջնորդը, նախագահը, ժողովուրդը ամբողջ եւ այլն, այդ հանրային բանը ապրի, ասենք ինչ մտածածին իրականության։ Մտես այդ մտածածին իրականության մի մասը այն է, որ
այս մեր ձևով շարժումը իրականում Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն է։ Պարզ չէ, որ այդ մեր ձևով ասելուց հետո Սամվել Կարապետյանը որևէ հանրային խոսքով հանդես չի եկել, ինքը իրականում չի էլ կարող քաղաքական ուժ ղեկավարել, լինելով երկքաղաքացի, ունենալով նաև այլ երկրի քաղաքացիություն եւ այլն եւ այլն։ Եվ պարզ է դա առնում այստեղ, որ այսպես Սամվել Կարապետյանին դարձնելով քաղաքական այլ ուժի ոնց որ figurehead գլխավոր առաջնորդ, դա նաև փորձ է արվելու հետո այդ քաղաքական ուժի իրական նպատակը բովանդակություն նսեմացնել, այն այսօր ասում են Նիժնի Տաբար կամ Կալուգայի Սամո եւ այլն, էլի ծաղրելով նսեմացնելով իր իրական կարողությունը, իրական ուժը։ Պարզ է իհարկե, որ ունենալով մեծ ֆինանսական կարողություն, ունենալով մեծ մարդկային կապիտալ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը մեծածավալ բարեգործությունը եւ բարերարություն արել է, ունի շատ համակիրներ, որոնք թեկուս իր քաղաքական գիծը չհասկանալով, կամա թե ակամա համակրում են այդ մարդը, որովհետեւ իրենց այսօրվա բարեկեցության ինչ որ մի մասը իր շնորհիվ է։ Եվ կարող է գնալ եւ եթե ընտրություն լինի, կարող է գնալ եւ քվեարկել իր քաղաքական ուժին առանց այդ քաղաքական ուժի բովանդակությունը հասկանալ, որ այդտեղ քաղաքական գիծ կա։ Դե եթե քաղաքական գիծ լիներ, իրականում իմ մոտ էլ այդ հարցը միշտ առաջանում, արդյոք կա քաղաքական գիծ, քաղաքական որոշակի քաղաքական գործունեության որոշակի էլեմենտներ, այս մեր ձևով շարժումը իր մեջ պարունակում է իհարկե, բայց չի կարող ու հստակ խիստ կոշտ դիմադիր դիրքորոշում ունեցող կամ դիրքորոշում արտահայտած նախաձեռնությունը արդեն ձևավորած չլինի քաղաքական օրակարգ, արդեն ձևավորած չլինի քաղաքական գիծ, այո, եւ քաղաքական թիմ։ Ես օրորի սպասում երբ են հայտարարելու, որ մեր ձևով դարավ քաղաքական գործիչը։ Ով? Ռոբերտ Քոչարյանը, ոչ։ Ասենք որ իրեն հարցն ասենք ինքը ձախա թե աջ, ինքը կենտրոնակ, օրինակ այդ ասենք գաղափարախոսական բաները, չէ՞։ Եթե չհաշվենք օրինակ դաշնակցությունը, երևի կոմունիստներին, հանրապետականին, որոնք ձևավորվել են որպես դիսիդենտական բան, դեմ սովետի, ու հետո կրակն են ընկերած ձեռը, որտեղ հիմա իրենք դեռ կրողը չեն, ոչ նժդեհի կրողն են, ոչ բանի պահպանողականություն գուցե կրողն են, բայց հաստատ ու քննարկել են մի քանի անգամ նժդեհից հրաժարվելու հարցը, բայց հետո չեն կարծել դա բանանեն, բայց ամեն դեպքում իրանք ձևակերպված գաղափարախոսություն են, էլի։ Մյուս քաղաքական բաները իրենք ձևակերպված չեն, որտեղ մեր երկրում այդ քաղաքականություն ասվածը ընկալվում է որպես տնտեսվար։ Այսինքն օրինակ ասենք Տաոյ Մարկյանը քաղաքական գործիչ է։ Չեմ կարծում։ Ինքը ասենք լավ տղա է, բան տղա է, ես իմ լավ հոր զավակ է, ընտանիքի հետ է։ Տաոյ Մարկյանի խոսքը քաղաքական խոսք է, չես կարող։ Ինքը իրեն գալիս են որ ձերբակալեն բանից տանեն, ասում են ինչ կասես, ասում ես խոսացող տղա չեմ, գրող տղա չեմ, ես չեմ խոսում։ Խոսքերը քաղաքական գործին գան ասեն մանդատի ձերքեն, ինքը խոսք չունի ասելու։ Չէ՞, ասենք դա նոր առիթ է, որ դու բանանես, խոսաս, չգիտեմ, քո գաղափարները մի հատ էլ ասես, ցույց տաս ինչի համար են քեզ հետապնդում եւ այլն, բան, մարդը ասում է ես բան չեմ։ Էլի քեզ կրկնելով ասում է այդ քո թվարկած ուժերից։ Ու դա պատճառը ավետիք չան, որ հրաժարվում են նախկին նախագահները Նիկոլի հետ հանդիպումից։ Ես տենց եմ կարծում։ Օրինակ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքը ուրիշ է, ինքը մեծ արդեն։ Եթե լիներ 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքը Նիկոլ Փաշինյանից կսատկացներ ուղիղ եթերում այդ իր բառերով, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի քաղաքական խոսք։ Որտեղ քաղաքական գործիչ է, որտեղ կարողանում է ձևավորել, իր կարողանում է ձևակերպել քաղաքական բովանդակությունների խոսքի։ Իսկ այդ սովետական ավանդույթը որ կա, որ ասենք բանը, ընդհանրապես այդ բանը, որ մեր պետության մեջ կա, որ ԱԱԾ բոլոր պետերը հետո դառնում են քաղաքական գործիչներ։ Օրինակ դա պետք է, չգիտեմ, այդ մարդկանց օրենքով արգելել։ Բոլորը Աշոտ Մանուչարյան, Դավիթ Շահնազարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, բոլորը զբաղվում են քաղաքականությամբ։ Դուք ունեցել եք սպասենք Արմեն Աբազյանին։ Հա, չէ, բա փաստաբանները։ Միքայել Համբարձումյանը փաստաբանությամբ զբաղվում, չգիտեմ։
Մենակ խեղճ արգիշտի Քարամանն է, որ հենց անունը կլսենք էլի, ձենը կլսենք էլի։ Ատե անհնարավոր չզբաղվի քաղաքականությամբ, որտեվ այդ պահը, ասենք դու իմ մասին ամեն ինչ գիտես, դու գախնան լսել ես ինձ, տեղից ես ինք հաստատ առանց դատարանի վճիռների բաների, ինչ ուզում եք բաներ կանեմ եւ այլն, բացեք արդացել ես։ Այս վերջին արտահոսքը որ եղավ, որ այդ Փարաքարի բանով այդ անձնական բանը որ դուրս է եկել ծեր արտահոսքացի, չէ։ Չգիտեմ ով է, բայց իշխանը գախնան լսել է, չէ, ու եւ դա դուրս արը։ Հիմա չգիտեմ կա դատավորի օգնականն արե, կարող է քննիչն արե, կարող է եսի, բայց ոչ մեկ դա չի հետա քննելու։ Ու պատասխանատվություն էլ չի կրի։ Հա ու ոչ մեկ պատասխանատվություն չի կրի։ Այո, որովհետեւ դա նաև չեն կարող ունենանք պետություն առանց դրա։ Որտեվ եթե ես վստահ չեմ, որ պետությունից պաշտպանում է, ինչ որ բաներ չի անցնել։ Ես ինչ եմ հարկ վճարում։ Իհարկե։ Ինչ եմ հարկ վճարում։ Ինչ եմ գնում ծառայեմ բանակում, ինչ եմ ոստիկանի սոլիչին կանգնում։ Հա, ինչ եմ կանգնում։ Որը ինչ անի, իրան կայֆ է տալիս կանգնեցնել, կանգնեցնում է, ինքը կանգնեցնել, որ իմ անվտանգությունը չի ապահովի։ Եթե ինքը, հա, բայց եթե ինքից գախնալ լսում է եւ դա տալիս է ինչ որ լրագրողի, որ լրագրողը տարածի, ինչ որ ինձ վարկաբեկի կամ չգիտեմ ինչ անի եւ այլ դիտումներ ունենա գովազդ վաճառի եւ այլն, ուրեմն տխպետություն չկա։ Ու ոչ մեկ անցած տարի մայիսին եւ հունիսին տեղի ունեցածը ես մի կեղծիք էի բացահայտել ոստիկանության նկարներ էին տարածել, որ իբր թե ինչ որ սուր առարկաներով ոստիկանական մեքենաների անիվներ են վնասել եւ այլն, հետո այդ նկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մի նկարը մի քանի անգամ, մի քանի ձև կրկնել են հենց նույն նկարը։ Ու այն անիվը, որ իբր բաներ, վնասված էր, դա բեռնատար մեքենայի անիվ է, էլի, ասենք ուսումնասիրել հենց բեռնատար մեքենայի անիվը ոչ մի դեպքում ոստիկանական մեքենա բայց գալիս ենք սրան, որ ոստիկանությունը ինքը առաջի կեղծիքն է։ Ավետիք ջան, դա քաղաքական պասի Նիկոլա ասելա, որ Աննա մի բան արա եւ այլն, սրանք ինչ անենք, բան ֆոտո սարքենք, ես իմում են հանձնարարել, չի իմացել ոնց անի եւ այլն, բայց ինչ բան են սարքել, որը փնթի բանը, ընդ որում միացած բան կա։ Դու գիտես չէ, որ եթե փողը կեղծում ես ու վրան ու եթե փողը կեղծում ես այնպես որ իսկականից չի տարբերվում, շատ դաժան է ստացվում, բայց եթե տարբերվում է իրականից ակնհայտ տարբերվում է քիչ է ստացվում։ Հիմա դա գուցե տենց ինչ որ բարի մարդ ոստիկանություն այդ կեղծելուց ունեցա կեղծը, որ մենք հասկանանք, որ դա կեղծիք է, բայց իմ ասածը ուրիշ բան է։ Այսինքն այստեղ ոչ մի հրահանգ չկա, ոչ մի էսի միշ չկա եւ այլն։ Ուղղակի ասենք մի հատ քնիչ որոշել է, որ ասենք խի չէ, որ խոսքի կարելի է ասենք փողի դիմաց, սիրո դիմաց, չգիտեմ ինչի դիմաց, ասենք արտահոս քնել։ Կամ Զակաև, կամ չգիտեմ ինչ, փողա ուզը չեն տվել, ինչի է արել դա։ Կամ խնդալու խաթեր։ Խնդալու խաթեր, ասենք դա գալիս է ապացուցել են թեզը, որ մենք իրականում ապրում ենք, չենք ապրում իրավական երկրում։ Իսկն իրավունքի գերակայություն ընդհանրապես գոյություն չունի։ Բայց սենց մարդկանց ավետիք ջան, պետք է շատ դաժան ձևի պատժել, որտեղ այդ մարդիկ հիմնավորում են, որ հայերը ինքնուրույն պետություն ունենալ չեն կարող։ Այդ մարդկանց պետքա ոչ թե բանով, այլ լրացուցիչ բնականաբար, այո, եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ պետք է սրանք որակվեն, որովհետեւ իրականում դրանք խարխլում են իրավունքի նկատմամբ եւ իրավունքի գերակայության նկատմամբ վստահությունը։ Այս շաբաթվա մյուս իրադարձությունն էր, որ պարզվեց, որ 20 թվականի պատերազմի 44-րդ պատերազմի ուրեմն խորհրդարանական չասենք էլի 44 Չնայած իրենք այդպես կոչում են, բայց 44 չասենք, էլի, որտեղ պատերազմը ոչ սեպտեմբերի 27-ին սկսել, ոչ էլ նոյեմբերի 10-ին ավարտվել է իրականում։ Որտեղ շատ լուրջ նայենք, ուրեմն 20 թվականի պատերազմից սկսած մենք գտնվում ենք պատերազմական ոպս։ Պատերազմները բաժանվում են բանով։ Դե պատերազմները 44 օր է։ Այո, ասում են 44 օր, հա։ Ես քո համաձայն չեմ, էլի, դա որտեղ 44 օր պիտի լինի։ Ջերմուկը պիտի լինի, ասենք 1 օրյա պատերազմ։ Կամ չգիտեմ 2 օրյա պատերազմ ընդհանրորեն ընդհակառակ ասում են որ չէ դա պատերազմ չէր բայց դա ճիշտ է որ դա ֆիքսվի որպես առանձին պատերազմական երևույթ այո որովհետև իմիջիայլոց 44 օրվանի հետ կապված հա դե յուրե ֆորմալ կերպով Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել
այդ պատերազմին, որովհետև ազգային ժողովը պատերազմ հայտարարելու մասին որոշում չի կայացրել, այս մենք գիտենք, որ սահմանադրության համաձայն պատերազմը հայտարարում է ազգային ժողովը կառավարության առաջարկով կամ այլ արդեն ակնհայտ երևույթներից ելնելով 20 թվականին պատերազմ չի հայտարարել եւ փաստացի մենք չենք մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի չի մասնակցել։ Ինչի ազգային ժողովը քննում այդ պատերազմի երևույթները, դեպքերը, հա, ընթացքը եւ այլն, իմ համար անհասկանալի է մնում, բայց նաեւ անհասկանալի է մնում, թե ինչի ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը քննում այդ պատերազմը եւ դա արվում առանց այսպես նոմինալ խորհրդարանական ընդդիմության մասնակցության։ Հիմա նաեւ անհասկանալի է նաեւ խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու հանգամանքը։ Հիմա լուրը ասենք, լուրը չասենք, որ այդ զեկույցը գնաց արխիվ առանց հրապարակվելու։ Այո։ Վերջնականապես գնաց արխիվ եւ մենք չենք իմանալու ինչ մենակ մենք դա այդտեղ տեսանք ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանի ելույթի մի մասը, երբ որ եկել էր ասում էր, որ ես Տոնան Դավիթ, ուրիշ բան մենք չգիտենք, այսինքն դա ծառայեց զուտ քարոզչական ինչ-որ բանով, բայց ես ուզում զուգահեռ անցկացնել մարտի 1-ի դեպքերի հետ, որտեղ կար երկու հանձնաժողով, մեկը կար Սամվել Նիկոյանի հանձնաժողովներ, խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որը ասում էր, որ լրիվ ոչ մի ապօրինություն չի եղել, ճիշտ կրակելն են, ճիշտ ես ինչ են արել։ Ну, իհարկե մի քիչ չափազանցնում եմ եւ այսպես դառը վատ հումոր եմ անում, կներեք ինձ դրա համար։ Ամեն դեպքում ինքը արդարացնում էր իշխանությունների բանը, ոչ մի մեղավոր չկա, անհայտ է ով է մեղավոր, ով է կրակել, ոնց է կրակել եւ այլն։ Եվ կար երկրորդ հանձնաժողովը, որը ընդդիմադիր բաներ, Անդրանիկ Քոչյանի գլխավորությամբ, որը մանրամասն հետաքննել էր, ուրեմն բաներ արել, այդ մարդկանց կանչել, խոսեցրել, ձայնագրել եւ այլն, եւ այդ բոլոր դատական process-ների դրանց հետո տեղի ունեցած միեդ եւ այլն քաղաքական զեկույցների եւ այլն, այդ ամեն ինչը հիմնվում էր Անդրանիկ Քոչյանի կատարած աշխատանքի վրա։ Դե Անդրանիկ Քոչյանը միայնակ չի գործել այնտեղ իհարկե։ Դե հա, իհարկե, նո այդպես էր հայտնի։ Իհարկե մարտի 1-ը 2008 թվականի մարտի 1-ը ազգային ողբերգություն է, որովհետև Երևանի կենտրոնում գնդակահարվել են մարդիկ, մահացել են մարդիկ, լիքը վիրավորներ, հա, ով թե ինչ մեղավորությունն եւ այլն դա դատարանները քննում են դեռ, բայց դա հաջորդ դատարանը պետք է քննի թե ինչ են այսքան երկար քննել այդ դատարանները։ Ինչի փաստացի մարդասպանության համար ոչ մեկ չի մեղադրվում։ Ինչ որ մեկ գրակել է այդ մարդկանց վրա։ Իսկ ինչ որ մեկի ձեռքը եղել է մարտական փամփուշտներով լիցքավորված մարտական զենք, որով այդ մարդիկ սպանվել են։ Թե ինչի չի քննվում հենց մարդասպանությունները եւ ընդհանրապես ասած Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանում կամ միայն իր գործը դատարանում ինչ որ սկզբից գնաց ինչ որ անհասկանալի իրավական ուժ ունեցող հոդվածով, հետո մեղադրանքը վերավորակավորվեց, որովհետև սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ մեղադրանքը կարող է վերավորակավորվի, հիմա նոր մեղադրանք են առաջարկել, իհարկե լի անհասկանալի թե ինչի 17 տարի հետո նոր մեղադրանք է առաջադրվում, երբ որ ամեն ինչ իբր թե պարզ էր, բայց զուգահեռ այո ճիշտ է անցկացնել։ Քննիչ հանձնաժողովը մի դեպքում գնաց զեկույցը գնաց արխիվ, մյուս դեպքում այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը գնաց ասա միջի մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ եկավ պոզիտիվ եզրակացությամբ այն իմաստով, որ այո պետությունը որպես իրավունքի կամ իրավականության երաշխավոր չի արել իրենից հասանելի ամեն ինչ, որպես այդ մարդկանց կյանքը մի կողմից ապահովված լինի, մյուս կողմից դրանից հետո, հա, երբ որ պարզ է դարձել մարդասպանություն, ապահովված լինի արդար դատաքննության իրավունքը։ Արդար քննության իրավունքը, բայց ուզում եմ հիշեցնել Անդրանիկ Քոչյանի գլխավորած մեկ այլ քննիչ հանձնաժողովի բախտը, հա, 2016 թվականի պատերազմի քննիչ հանձնաժողովի, որը էլի ստեղծվել էր ազգային ժողովում, երկար գործունեություն էր ծավալել եւ որի զեկույցին հանրությունը այդպես էլ ծանոթ չեղավ։ Հիմա այս մի զեկույցը գնացել է արխիվ, բայց ընդդիմադիր պատգամավորներից մեկը Գեգամ Մանուկյանը գնացել ծանոթացել էր եւ իլուր հանրության հայտարարեց, որ այնտեղ ոչ մի նոր բան ինքը չի տեսել, որին ինչի մասին ասում է, որ իշխանությունը այս ինչ բաներում մեղավոր է, այնտեղ արձանագրված է
Հա եւ այս թատրոնը կրկես է իրականում ես ասում եմ որ տեղի ունենում ես զեկույցի շուրջ ինչ որ ժամկետ տանց որակավորելով այդ զեկույցը հետո մարդը գնաց հարցազրույց տվեց ֆակտոր TV-ին ասելով որ չի կարող լինել ժամկետանց զեկույց մշտական գործող հանձնաժողով է զեկույցը երբեք չի կարող լինել ժամկետանց ես տվել եմ պարտավոր ենք բանել խորհրդանական լիագումար նիստին վերցնել հետո պարզվեց որ ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձի մամլո խոսնակի բերանով է ասում որ չի լինելու լսում գնալու է արխիվ հետո պարզվեց որ իսկականից գնացել է արխիվ եւ այլն այս կրկեսը հանրությանը կենսական կարևոր նշանակություն ունեցող հարցի շուրջ, հա, որովհետև պարզ է, որ միայն բանակի թերություններ այնտեղ չեն, որ պիտի արձանագրվեին, այլ պետության որպես ամբողջականություն թերացումները, պետական կառավարման որևէ ռեֆորմ չենք տեսնում դրանից հետո։ Հա, դրանից հետո ունեցել ենք 21 թվականի ներխուժում տարածքային կորուստներով 2 անգամ, հա, մայիսին եւ նոյեմբերին 22 թվականին ենք ներխուժում ունեցել տարածքային մեծ կորուստներով նույն Ջերմուկ համայնքում ունեցել ենք 60 քառակուսի կիլոմետրի կորուստ 57-58 մոտ ավպես, հա ունեցել ենք 23 թվականին մայիսին, սեպտեմբերին սրացումներ, հա ունեցել ենք 23 թվականի Արցախի հայտարարում եւ այլն այդ զեկույցը պետք է շատ վաղուց պատրաստներ հանրությանը հասուն դարձածներ եւ դասերը քաղացնի եւ բարեփոխումներ տեղի ունեցած լինեին բայց մենք տեսնում ենք մի բան որ մի դեպքում երբ որ այս իշխանությունը ձեռնտու է գնում հասնում է եւ հետեւություններին արվում, հա, հետեւությունները տեսնենք էլի, որովհետեւ բարձր որ ասենք 2008 թվականի մարտի 1-ին քննիչների պաշտոնից զբաղացած անձանցից ոմանք դատախազ եւ դատավոր են դարել եւ շարունակում պաշտոնավարել։ Համակարգը պետք է դրանից այսպես գոնե մաքրված լիներ, հա։ Ավետիք ջան, ես քեզ մի հարցնեմ, իսկ ինչ ես կարծում են կարող էինք դա քննել մեր ներսի ուժով այսինքն ներսի հնարավորությամբ, էլի պոտենցիալով եւ այլն։ Մենք ունենք այդ մասնագետները, որոնք կարող են աուդիտ անել պատերազմի մեղավորություն, այսպես ասենք, կամ որ համակարգերը չեն աշխատել, որոնք են լավ աշխատել։ Դե հիմա մի քանի հարցամ հենց անձամբ իմ հետ կապված է, ես մինչև պատերազմը եղել եմ պաշտպանական համակարգում բարձր պաշտոնյա, հա, եւ չեմ հարցաքնվել։ Պատերազմի անմիջական մասնակից եմ եղել, ելի չեմ հարցաքնվել։ Պետական բարձրագույն կարգի գաղտնիքի կրող եմ եղել, գնացել եմ առաջնագից, ելի չեմ հարցաքնվել, հա։ Իսկ այստեղ էս քննիչ հանձնաժողովի գործունեության սկզբունքների մեջ, հա, կան առերևույթ բացեր եւ որևէ վստահություն իր անաչառության մեջ չկա։ Եվ վերադառնալով քո հարցին, իհարկե քո հարցը իրականում ամենակարևոր հարցն է, արդյոք մենք ունենք կամ ունեցել ենք այդպիսի կարողություն, այդպիսի քննություն իրականացնելու պատերազմի, վստահ եմ, որ դրսից պետք է նաև մասնագետներ բերվեին, նաև որոշակի բազմակողմանիություն ապահովելու այդ քննության, որտեղ ներսից շատ բան չես տեսնում։ Շատ բաներ կան, որ ներսից չես տեսնում։ Շատ բաներ կան, որ դու հարևանդ, բարեկամդ մասնակից են եւ ուզես թե չուզես որոշակի կողմնակալություն այդ քննության մեջ դրսևորելու ես։ Այո, ես համոզված եմ, որ պետք է բազմակողմանիություն, անաչառություն եւ համակողմանիություն, այսպես ապահովելու համար ներգրավել այլ դրսից նաև մասնագետների, դրսից նաև մասնակիցների, ոչ միայն մասնագետների, ասում մասնակիցների, որպեսզի ապահովես համակողմանի քննությունը։ Հուսով եմ պատասխանեցի։ Հա, օրինակ ես էլ եմ կարծում, որ մենք չունենք, մենք որ ուզենանք էլ չենք կարող ինչ։ Օրինակ որ ինչ որ բանը կա, աղմկահարույց սպանություն, դեպք եւ այլն, որի վերաբերյալ մենք ունենք ամբողջական պատկերացում։ Թեկուզ ասենք շատ մոտ անցյալ է։ Ասենք ինչ ա եղել 2018 թվականին։ Մենք ունենք ըստ էության, ասենք 2 վարկած։ Մեկը ունենք Նիկոլա հանրապետական վարկածը, որը հեղափոխություն։ Մյուսը, չգիտեմ ում վարկածն է, որ դա եղել է իշխանափոխանցում։ Կամ ասենք, չգիտեմ, ինչ որ տեղի անց, ասենք ապրիլյան պատերազմը հաղթանակա թե պարտությունը։ Նրանք ովքեր այդ օր եղել են իշխանության, ասում են, որ դա
փառայ հաղթանակա, 400 հեկտարով բրծնել է դրանից, փառայ հաղթանակ էր։ Հիմա ուզում եմ ասեմ, մեր նորագույն պատմության մեջ չկա այդպիսի իրադարձություն, որի մասին մենք օբյեկտիվ այսպես բաներ ունենանք, նույնիսկ ասենք շատ փոքր բաներ եւ այլն, էլի դա ասենք 95 թվի ընտրություններ, 96 թվի ընտրություններ, 98 թվի ընտրություններ, չգիտեմ, Լևոններ շատ 98 թվին ինչարոց ես լինելով ծառայության մեջ եւ լինելով հերթապահության, բազմա որ երկու անգամն էլ գնացել եմ եւ քվեարկել եմ ընկերները, ասենք, այդ ցուցակում տեսել են նաև իմ ստորագրությունը, էլի։ Ուրեմն 7 կիլոմետր հեռու գտնվող ընդ տեղ եմ ասում, այդ բանը, ասենք, արդար քննիչի բանը, այդ բանը, էլի, ասենք, չգիտեմ, տարբեր վեպերում, բաներում եւ այլն կա, ասենք, չգիտեմ, Ժան Վալժանին հետապնդող եսիմ բանը, որ հանուն օրենքի արդեն բարեփոխված լավ մարդու եւ այլն, բայց նա բայց մեկը պետք է օրինակ այդպիսի բան Հայաստանում հնարավոր չի, բայց մեր գրականության մեջ չկա այդպիսի բաներ։ Գիտես ինչ է, մշակույթում չկա այդպիսի բան։ Որովհետեւ օրենքը եւ արդարությունը, հա, տարբեր բաներ են իրականում։ Օրենքը պետք է կոչված լինի պաշտպանելու, պահպանելու եւ վերականգնելու արդարությունը, բայց մեր իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում օրենքները մեծ մասամբ մեղավոր գտնելու եւ պատժելու մասին են։ Ոչ մի դեպքում արդարություն պաշտպանելու, արդարին պաշտպանելու եւ արդարությունը վերականգնելու։ Եվ այսօր մենք ունենք դատական համակարգում լուրջ խնդիր, հա, դատավորները թեկուս ներքուստ լինելով արդարության կողմը եւ կոչված լինելով արդարադատություն իրականացնելով, իրագործելու, բայց կաշկանդված են իրականում կաշկանդված են օրենքներով։ Ախր դա էլ է շատ մեծ հարց։ Ասենք մի հատ, ասենք այն արդարությունը, որ պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը, այն արդարությունը, որ պատկերացնում ենք ես ու դու, դրանք հաստատ լրիվ տարբեր բաներ են։ Բայց մենակ Նիկոլով չէ։ Չէ, ուզում ասեմ, ասենք ինչ որ դատավոր է։ Այսօր բոլոր օրենքները Նիկոլի գրած օրենքները չեն կամ Նիկոլի իշխանությունների։ Ուզում ասեմ, այդ արդարության պատկերացումը, ասենք ինչա որ ասենք Սերժ Սարգսյանը մտածում է, սա շատ արդար է, կամ չգիտեմ, ես մտածում եմ շատ արդար է, կամ դու մտածում ես, շատ տարբեր արդարություն են։ Այդ օրենքը նրա համար է, որ դա այդպես չլինի, որ դու ինչ ես կարծում։ Սա պիտի անես։ Բայց հենց այդ է հարցը, որ մենք դա չունենք մեր մեջ։ Հիմա օրինակ հնարավոր չի, ասենք, կրթության համակարգ չլինի, պաշտպանական համակարգ չլինի, գիտական համակարգ չլինի, եւ այլն, բայց լինի իրավապահ համակարգ։ Դա չի լինի։ Այսինքն սա ընդհանուր մեր համակարգային խնդիր է։ Հա, բարձրանալու, մի քիչ ավելի բան մտածել։ Ու եթե ասենք գային, ասենք ինչ գերմանացիներ, ֆրանսիացիներ եւ այլն աուդիտ անեին պատերազմը եւ մեզ ասեին, որ սիրելի հայ ժողովուրդ, ասենք այս մասը սենց եք մտածում, բայց այս մակարդակում եք էլի սխալվում, շատ ասենք բարձր մակարդակում, որ դե այդ պատերազմը դրսից լավ, շատ ավելի լավ մանրամասն հերձել են հենց դրսի մասնագետները, օգտագործելով եւ իրենց հասանելի տեղեկատվությունը, իրենց հասանելի տեղեկությունները, իրենց հասանելի հետախուզական, ասենք նույն արբանյակային պատկերների վերլուծությունով եւ այլն, եւ նաեւ այլ բաց աղբյուրներից եւ նաեւ փակ աղբյուրներից, հա։ Հիմա օրինակ դες ասենք թուրքերի ուղիղ մասնակցությունը պատերազմին փաստված է, հա, բայց արդյոք այդ քնիչ հանձնաժողովը համարձակություն կարող էր ունենալ նաև այս քաղաքական իրավիճակում, երբ որ գնում է Թուրքիայի հետ այսպես բարեկամական հարաբերությունների ձևավորման, հա, ուղիղ կարող էր այնտեղ մատնանշել, որ Թուրքիան ուղիղ կերպով ռազմական տեխնիկայով, իր զինվորականությամբ, իր ղեկավարությամբ, հա, մասնակցել այդ պատերազմին եւ հաղթել մեզ։ Կարող է արդյոք դա լինել։ Իհարկե համոզված եմ, որ ոչ։ Մատնանշված կլինի, հետաքննված կլինի այն փաստերը, որ թուրքական կործանիչները ռումբեր են գցել ուղիղ հայկական դիրքերի վրա։ Կամ մատնանշված կլինի այն փաստը, որ հայկական զինված ուժերի զինվորականներ են զոհվել 20 թվականին Հայաստանի այսպես վարչական սահմաններից ներս։ Իհարկե ոչ։ Չեն անի դա, որովհետև դա կլինի ինքնախոստովանություն որոշակի հանցագործությունների։
Եվ անաչառություն, այո, անաչառություն միայն մեր սեփական ուժերով հնարավոր չի լինի ապավել այդ քննության։ Ես Ավետիք ջան, այդ ասենք մարդը դավաճան չի, ինչա արել, դա ես զինվորական չեմ, հատուկ ծառայությունների ես ներկայացուցիչ չեմ, այդպես ինֆորմացիա չունեմ եւ այլն, դրանք ուրիշ ինստանցիաներ պետք են։ Բայց ես տեսնում եմ օրինակ մեր շատ մեծ խնդիր, որը մեզ անդադ հետապնդում է, ու դա երևում էր նաեւ պատերազմի ժամանակ։ Խնդիրն է, որ մենք չունենք այդ տաժանակիր ամենօրյա աշխատանքի կուլտուրան մեր մեջ, մենք անդադ ուզում ենք մի հատ հրաշքով, sense մի հատ հերոսական ճիքով, մի հատ ուժերի գերլարումով հասնենք շատ մեծ արդյունքների, ինչ որ շատ մեծ հարցեր փակենք եւ այլն, ու չենք պատկերացնում, որ իրականում այդպես չի լինում երբեք։ Էլի կարող ասենք մի անգամ 1000-ից մեկը այդպես ինչ որ բան ստացվի, բայց միշտ լինում է ամենօրյա տաժանակիր աշխատանք, որ դու պետք է անդադ աշխատես, անդադ ինչ որ քեզ լաված, դու ավելի լավը դառնաս, քո գործը պետք է ավելի լավը դառնա եւ հասնես ինչ որ կետի։ Որտեղ որ եկեք մի հատ վերջին անգամ գնանք այդ սարդարապատը, դա այդ հերոսական ճիքի սիմվոլն է, որ իրական վատ բան է նշանակում։ Դա նշանակում է, որ դու էլի անպատրաստ ես, որ դու էլի բան չես, մարզված չես, որ դու էլի զենք չունես, որ դու էլի ստրատեգիա չունես, որ դու էլի, չգիտեմ, որբ ես, էլի Աստծո հույսին ես մնացել, եւ որ նույնիսկ ասենք սաղ ես մնացել, արդեն լավ է։ Սաղ մնացիր, լավ, փրկվեցիք, սաղ մնացիք։ Դες քեզ այդ օրինակը բերեմ, օրինակ Օնիկ Գասպարյանի հրամանով պատերազմից հետո 20 թվականին ստեղծվել էր հատուկ բաժին, որը պետք է հետաքններ բանակի խնդիրները, հա, ոչ թե պետության կառավարման, հա, որովհետև պատերազմ մենակ բանակը չի անում, պատերազմ պետությունն է անում, հա։ Բանակի խնդիրները պետք է վերհաներ, բայց երբ որ Օնիկ Գասպարյանը պաշտոնան կարվեց, շատ արագ այդ բաժինը փակվեց։ Ես համոզված եմ, որ լիքը վկայություններ կար այդ բաժնի կողմից հավաքված, հա, նաև ասենք մասսայական զոհերի դեպքերը, այն ավտոբուսներով կամ մեծ բեռնատարներով պատերազմ չհասած սպանված տեղ չհասած զոհերի դեպքերը եւ այլն եւ այլն։ Մեր կողմից մեր զորքի վրա կրակելու դեպքեր այդպեսին են եղել, վստահ եմ, որովհետեւ տեսել եմ նաև այնպիսի քարտեզներ, որ իբր թե ես թուրքերի թիկունքում եմ էլի գտնվում, լինելով հակառակելի առաջնագծում, հա։ Նաև ականատես եմ եղել այդ դեպքերին, երբ որ ասենք եւ լսել եմ վկայություններ սանիտարական մեքենաներով զորք տեղափոխելու, հա, մարդիկ ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, ասել, այսպես բան են կարել, բարձենալով, հա, եւ դա պիտի հետաքննության առարկա դառնա իհարկե։ Արդյոք արել են դա։ Համոզված եմ, որ ոչ, որովհետև այն զինվորականները, որոնք որ դա կազմակերպել են կամ մասնակից են եղել, պատիժ չեն կրել։ Վաղուց պետք է պատժված լինեին, հա, վաղուց պետք է այդ դեպքերը։ Հիմա նույն Անդրանիկ Քոչարյանն ասում է, այնտեղ այնքան բան կա, որ չեմ կարող ասել, որովհետև դրանով հետաքննություն է ընթանում։ Հա, բայց տեսօրինակ բանակի երամարտար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչեցին եւ դատապարտեցին, վճռաբեկ դատարանն էլ բարդ չընդունեց բողոքը, հա։ Այս մեր լրիվ թարմ թեմային վերադառնալով, ասենք ջրականի 5-րդ գումարտակի հարցը, հա, որով որ 16 տարվա ազատազրկման դատապարտվեց այդ գումարտակի երամանատարը, բայց դες այդտեղ կան լիքը մանրամասներ, որոնց մասին շատ չի խոսվում, հա, չի խոսվում, որ այդ մարդը գումարտակի երամանատարը նշանակվել նախորդ օրը, որովհետև 10 օրվա նշանակված գումարտակի երամանատարը հանվել էր պաշտոնից, չգիտեմ ինչ է եղել, ինչ է հանվել պաշտոնից։ Հետաքննության առարկա դարձել է արդյոք, կամ դատաքննության առարկա դարձել է արդյոք, թե ինչի սեպտեմբերի 29-ին նշանակված մարդը հոկտեմբերի 6-ին ազատվել է պաշտոնից։ Ինչ է եղել այդ մի շաբաթվա ընթացքում, կամ ինչի է հանվել։ Արդյոք դա նպաստել է նրան, որ այդ գումարտակի մեկ կամ երկու դասակը գնացել հայտնվել են այնպիսի տեղ, որտեղ չպետք է հայտնվեին։ Հետաքննության առարկա դարձել արդյոք թե ինչի նորակոչիկների գումարտակը ուղարկվել է այնպիսի տեղ, որտեղ չէր կարող գնալ, կամ չէր կարելի գնալ, գնացել է կոտորվելու փաստորեն։ Եվ այլն եւ այլն։ Ու միայն այս ձևով, հա, հնարավոր չի, միայն մեր ներքին ուժերով, համաձայն եմ, հնարավոր չի վերականգնել ամբողջական պատկերը։ Հնարավոր չի նաև վերականգնել, ասենք, մենակ մեր ուժերով, թե ինչի դեկտեմբերի 11-ին կամ 12-ին մասսայական գերեվարվեցին
մեզ փոխարինելու եկած զինվորները։ Ուր է այդ հետաքննությունը։ Համոզված եմ, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, եթե ասում է 44 օր, հա, նոյեմբերի 9-ից կամ 10-ից հետո որևէ բան չի հետաքննել։ Իսկ այդ մարդիկ գերեվարվել են եւ զոհվել են դրա նախորդ օրը Լիզակի տակի պոստում զոհվել են 9 եւ գերեվարվել են տեղ ծանր վիրավոր 2 հոգի, հա, եւ հաջորդ օրը գերեվարվել են եւս 62 հոգի։ Եթե դեկտեմբերի 10-ի 11-ի դեպքերը հետաքննելու արդյոք այդ հանձնաժողովը կամ հետաքննել է արդյոք։ Համոզված եմ, որ ոչ, բայց գիտենք, թե ռազմագերիների, մանավանդ այդ օրերի գերիների հարցը ինչքան զգայուն էր դարձել։ Եվ այս իշխանությունը ինչքան PR-վում էր եւ նաեւ պարծենում էր, որ մեր գերիները Բաքվում 2 ամիս էլ կդիմանան։ Հիշում ես այդ խոսակցությունը։ 21 թվական։ Այդ զգացմունքների վրա խաղալը հանցագործություն չի արդյոք կամ չպետք է արդյոք հետաքննել այս հանձնաժողովը։ Պիտի, կարծում եմ, որ պիտի։ Ես իհարկե չեմ կարող քո չափ պատկերացնել, պատմել եւ այլն, ես մի փոքրիկ դրվագ պատմեմ, ինչ եմ արել ես էլ այդ օրերին ու ինչ եմ տեսել ես։ Ուրեմն ռազմական դրության ժամանակ մի հատ կարգ կա, որ պետական հիմնարկները պետք է շուրջօրյա հերթապահեն։ Հիմնարկներում պետք է ինչ-որ մարդ լինի։ Ինչ որ նամակ երեկեին չերեկե Գեգամ Գևորգյանը, որ համասանի ԺՊ-ներ, ասաց, որ պիտի հերթապահենք ամեն մեկը մնա բան, ասեմ ինչքան պիտի մնա, դե այնտեղ գրած չի ժամ, ասում դե գոնե մինչև 12-ը պիտի մնանք, ասեմ բայց ինչի 12-ը, ոչ թե ասենք 11-ը կամ 1-ը եւ այլն, դե ասում գոնե մնանք 12-ը, որ նամակ ա եկել, ուրեմն մնանք։ Ասում եմ ես կբաշխեմ բանի հերթապահությունը, ասենք վարչապետերի միջև, ամեն մեկը մի օրը թող մնա։ Մի քանի օր ես պիտի մնայի, այդ մի օրը առաջին օրը գնացել եմ, նստել եմ սենյակում, որ պիտի հերթապահեմ։ Ասեմ, բայց ինչի պիտի իմ սենյակում եմ, հնարավոր չէ հեռախոսը վերահասցավորենք իմ բջջայինի վրա, որ ասենք ինչ-որ զանգեն բան հարցնեն, ես կարողանամ տնից պատասխանել, բայց չէ։ Պետքա նամակը սենց է, պետք է մնաս տեղ բան, ու ես մնացել եմ սենյակում։ Մի 3 ժամ մնալուց հետո, ասենք եւ ես 10-ի կողմերը կամ բան, ասեմ տնեմ ես հեռախոսը աշխատում ընդհանրապես թե չէ, հեռախոսը վերցի տեսնեմ մեջը գուդոք չկա։ Այսինքն որ իրենք ուզենային ինչ-որ մեկը զանգեր, չէր կարողանալու զանգել, մեկը պիտի բջջայինից զանգեր։ Ու այստեղ հասկացա, որ եթե ասենք այս մանր հարցը ասես բարդակ, մեծ հարցերը ինչ կլինի, էլի։ Այս շաբաթվա մյուս իրադարձություններն էր, որ նոր հայտեր եղան քաղաքականություն եւ մանցնավորապես Հայաստանի ամենա իհարկե բանը աչքին գնողը Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններ, միասնության թևերի, հա, քաղաքականություն եւ սպասված էր ինչ այլոց։ Դե շատ երկար սպասված էր, այո, որտեվ մի քանի անգամ ես հիշում եմ, որ այդպես նույնիսկ իր կողմնակիցները հավաքվել էին բանում եւ 22 թիվներ Սարյանի արձանի մոտ ինքը պիտի գար հայտարարություն աներ, հետո կարծեմ 21 թվականից իր պաշտոնը լքելուց հետո անդադ էս բանը կարել ու կգա եւ ինչ այլոց ասեմ, մեր ունկնդիրները կարող է հետևեն կամ չհետևեն, բայց սոցհարցումներով անցյալ տարի առնվազն Թաթոյան Արմանը բավականին բարձր ընտրական ռեյտինգ ուներ։ Բավականին բարձր։ Այնպիսի գործչի համար, որը ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալում։ Նու ես կարծեմ, որ այդ ցկցկումը իհարկե ազդել է իր ռեյտինգի վրա, բայց մի հատ հետաքրքիր դիտարկում էլ անեմ, որ ինձ թվում է, որ Թաթոյանը ավելի շատ հիմնվելու է կանանց իգական սեռի բանի վրա, ընտրողների վրա, ու քանի որ Նիկոլ Փաշինյանի քայլերը, որ ասենք մայրերին է դիմում, չգիտեմ ինչին է դիմում, այլն ոնց որ թե ինքն էլ է ուզում գնա դեպի բան կանանց ընտրազանգված, ինձ թվում է Թաթոյանը կարա Նիկոլին այս դաշտում Դե ես այդպեսի մանրակրկիտ վերլուծություն չեմ արել այդ մասով։ Չեսավոքի դիտարկում ավետիք չեն։ Բայց հաշվի առնելով, որ ասենք քաղաքական ուժի առաջնորդ կազմում կան նաև ինձ
լավ ծանոթ մարդիկ, հա, եւ մարդիկ, որոնք ասենք նույն Մեհրաբյան Մեհերին շատ լավ եմ ճանաչում, ինքը պատերազմի առաջին օրերին գնացել մասնակցել, ծանր վիրավորվել, որդին է զոհվել, եղբայրն ու եղբորորդին են մասնակցել պատերազմին շատ մոտ անձնավորություններ են, հա, որոշակի գաղափարական պատկերացում իրենց գաղափարական այսպես հենքի մասին կարող եմ կազմել եւ չեմ կարող ասել, որ այնտեղ չկա բովանդակություն քաղաքական։ Իհարկե, էլի այս միասնության թևերը որպես քաղաքական նախաձեռնություն է առայժմ դիրքավորվում, պետք է տեսնել թե որպես քաղաքական ուժ ինչպիսի ձև եւ բովանդակություն իրենք կստանան, բայց կարծում եմ, որ չեն տառապում են իլյուզիաները, որ միայնակ կարող են ինչ որ բան անել, հա, կամ ունենալ ոչ միայն իշխանության հավակնություն, այլ նաև գոնե ազգային ժողով անցնելու հավակնություն, էլի։ Բայց ամեն դեպքում հետևենք տեսնենք, իհարկե իրենք միակը չեն այս տարի, որ քաղաքական հայտ են ներկայացրել, նույն Մերձևովը կա, հիշում ենք նաև շնորհապետական կուսակցություն կա, Նեժար սահմանարական շարժումը կա, որը որ էլի որպես քաղաքական շարժում են իրենք դիրքավորվում, բայց իրականում բնույթով քաղաքականն են, քաղաքական կուսակցություն դառնալու հավակնություն գոնե պետք է ունենան, մանավանդ եթե վարչապետի տեխնացու են հայտարարում, կամ առաջ բերում ներկայացնում, գիտենք ասենք Նեժարը ուղիղ կերպով հայտարարել, ասենք Նինա Կարապետյանցը վարչապետի տեխնացու է։ Միասնության թևերը հստակ հայտարարել, որ Արման Թաթոյանը իրենց վարչապետի տեխնացուն է։ Մերձևովը դեռ չի հայտարարել, ով վարչապետի տեխնացու, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող։ Մի հատ մտայնություն կա մեր մտածողության մեջ, էլի։ Ինձ թվում է դա սովետից եկող բան է, որ քաղաքական այդ վատ բառ է։ Ասում են քաղաքական դա վատ։ Չէ, սովետից եկող չի։ Չէ, սովետից եկող չի։ Ես լավ հիշում եմ այն մեր անկախության առաջի տարիները, երբ որ քաղաքական գործիչներին այսպես ներկայացվում են որպես շատ խելոք տղա, քաղաքական մտածում, շատ խելոք տղա է։ Հա, բայց քաղաքականությամբ զբաղվելը մանավանդ 90-ականների վերջերին դարձավ այսպես խարան, հա, ստիգմա, հա, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է, մտնում ես թաթախում ես, կեղտոտվում ես, այո, քոչենց հետո կեղտոտվում ես։ Ես էլ եմ հիշում այդ 90-ականների բանը, որ ասենք մեկին ուզում էին ասեն, որ շատ խելացի, ասում են պոլիտիկայից գիտես ոնց է հասկանում, բան, ու այդ ազատության հրապարակի տենց շուտ տարբեր խավեր, տարբեր տարիքային բաներ, որտես բոլորը խոսում են ինչ քաղաքականությունից, ով ինչ է անում, ոնց է գնում, ուտեղ իհարկե sense ֆանտաստիկ բաներ էլ կային, որ ալմոնորակայինները կգան մեզ կփրկեն, կտանեն, չգիտեմ, զենքեր կտան եւ այլն, միջև շատ ռեալ բաներ, բայց ամեն դեպքում այդ քաղաքական թոբը այդ ինչի է քաղաքական դառնում մերժելի։ Ունեք ինչա քոչերի ժամանակ դա դառել, ոչ թե ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որտեվ ինչքան անկախությունը բան է լինում, զիջվում է, ինչքան անկախությունը բան արվում, այնքան այդ քաղաքականը դառնում է վտանգավոր բառ, որտեղ քաղաքականը ի վերջո հանգեցնում է անկախությանը։ Գալիս են տնտեսական տղեկ, տնտեսվարներ, Կարեն Կարապետյան, որ մենք լավ կռիչ ենք սարքում, շենք ենք ներկում եւ այլն, բայց մենք քաղաքական գործիչներ չենք։ Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Չորնի Գագո, չգիտեմ, Երվանդ Զախարյան, ասենք բոլորը ապա քաղաքական դեմքեր են, որոնք պիտի լինեին, ասենք, հաջորդ սերնդի ղեկավարներ եւ այլն, ասենք, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ այլն պատրաստ են քաղաքապետով, ասենք, իրենց հաջորդող ինչ որ բաներ, որ ասենք պատրաստի տեխնացուներ, որ կարող են ստանձնել վարչապետի պաշտոն, նախագահի պաշտոն եւ այլն, բայց քանի որ այս քաղաքական բառը անկախությունը, չգիտեմ, ինչը վախենալու բառեր են եւ այլն, գալիս են տնտեսվարող տղեկ, որոնք հենց ասենք մի քիչ լույս անջատում են, մի քիչ ասենք ճգնաժամային իրավիճակա եւ այլն, իրենք անցնում են ընդհատակ, փախնում են, չեն մասնակցում բանավեճերի, սա խայտարարություններ եկում, ասենք որ նայես, ասենք կառավարությունների կազմերը, ասենք չգիտեմ, Հասմիկ Պողոսյանից սկսած միջև բան, լրիվ ասենք ինչ որ փող աշխատող մարդիկ են, որ ասենք ոնց կարան այդ մարդիկ պնդում են, որ իրանք սուրբ են, իրանք ճիշտ են, իրանք ինչ թերություն, գիտեք, ինչ պետություն են եղել եւ այլն։ Հիմա այդ քաղաքականը դառնում է վատ բառ, որ ընկալում, որովհետև կա
հավակնություն, որ մենք պիտի միանանք ինչ որ ավելի մեծ կայսրության, ավելի, չգիտեմ, մեծ եսիմ ինչի եւ կորցնենք այդ քաղաքական։ Բայց դա սկսել է սովետից։ Ну չգիտեմ առաջին հանրապետությունում որտեվ դրանց առաջ երբ մենք պետություն չունենք, դրանք հեղափոխական բաներ էին, էլի շարժումներ էին։ Թուրքիայում, Ռուսաստանում, Պարսկաստանում մենք ասած հեղափոխական ազգ ենք, էլի մենք այդ հեղափոխությունը մեր ինքնության մի հատ մաս էր 1850-ականներից սկսած, որտեղ սահմանադրության համար ենք պայքարում, ես ինչի համար ենք պայքարում եւ այլն։ Ինչ էշության համար ասես, որ չենք պայքարում։ Հիմա այդ քաղաքական ընկալումը պես վատ բառ Մարդիկ գալիս ասում են, մենք ուզում ենք վարչապետ դառնանք, բայց մենք քաղաքական չենք։ Դες այստեղ մի հետաքրքիր բան կա, օրինակ նույն ասենք նժար սահմանադրական շարժման ղեկավարներից մեկի Միսկայան Գարեգի հետ աղին խոսել ենք դրա շուրջ։ Դες քաղաքական Գարեգ չէ, Գարեգին ուրիշ իրեն Գարեգ, քաղաքական միտքը ինքը ընդհանրապես քաղաքական մտածելակերպը ենթադրում է ինքնորոշում։ Հա։ Այդ ինքնորոշումը շատ բարդ process է։ Մարդը պետք է երկար մտածի։ Պետք է սկսի մտածել քաղաքական եզրույթներով։ Ոչ, դա մակարդակ է։ Դա նաև մակարդակ է։ Հիմա ասենք ինչ-որ մեկը չունի կուլտուրա, ուտում է, ասենք, չգիտեմ, միսը սարքում է խորովածը, լցնում է սեղանի վրա, ձեռներով սենց սկսում է ուտել։ Ուրիշը դնում է, ասենք, ափսեի մեջ, կտրտում է, եսի ինչամ, չէ։ Հիմա ինչ-որ մեկը գնում է, ասենք, սիմֆոնիա է լսում, իր մշակույթը դրան է հասնում։ Հասկանում ես, դա մտածողության մակարդակ է, բայց որ դու ունես տեսլական, թե չունես։ Քաղաքական մտածողությունը պահանջում է ջանք։ Որոշակի ջանք, ուսումնասիրություն, չէ։ Ես քեզ մի հատ կարող է ինքնորոշված լինես, բայց չինքնորոշվես։ Բասի մատ բան։ Դա մարդուց է մտածես։ Մարդուց է գալիս։ Եթե, նայ, եթե չլներ Նժդեհը, որը գնաց Սյունիք, այդ ամեն ինչ այդ կռվող տղայքը հրացաններով, եսիմ ջոկատներ, եսիմ դա լինել էր բանդիտիզմ։ Ոնց որ բասմաշներ կար, բասմաշներ կային։ Ղարաբաղում այդ process-ը կար, դրան դուս եկավ այնտեղ մարդ կար, որը կռվում էր եւ բայց մենք ինչի իրեն չենք ընկալում, պես քաղաքական քաղաքական չի։ Ինքը մենակ զենքը վերցնում է, ասում է ձեր տիրումերը կրակում է եսիմու վրա։ Դա քաղաքական չի։ Քաղաքականն է, որ դու գրում ես ձևակերպում ես, այո, համնկարվում ես, որ կարոզում ես եւ տարածում ես, դա մակարդակ է։ Հասկանում ես, դրա համար կան մարդիկ, որոնք քաղաքական մարդիկ են։ Իրանք հայտնվում են ինչ-որ տեղ, այդ process-ը դառնում է քաղաքական։ Եվ ասենք, չգիտեմ, ռուսները դրանց վախում են, թուրքերը դրանց վախում են, եսիմ Հայաստանի իշխանությունը դրանց վախում են, դա համար ասում են, այս քաղաքականը վատ բան է։ Հայաստանի քաղաքացիներն են դրանից վախենում։ Հա, քաղաքացիներ, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Չէ, ժողովուրդը վախենում է, բայց քաղաքացին դրանից չի վախենում։ Հա, որտեղ քաղաքացին, ենթքաղաքացին։ Բայց եթե սահմանումը ենթադրում է, որ ունի իրավունքները եւ պարտականությունը գիտակցում եւ դրանից բխող գործողություններ։ Հիմա եթե էլի խորանենք ավետիք չեն, այնտեղ միացած բան կա։ Ինչ է նշանակում հայ։ Կա հայի երկու բան։ Մեկը էթնիկ հայ, որ ինքը հայերեն է խոսում, եկեղեցիա գնում, չէ, իր երեխեքը պետք է հայերեն խոսեն, մենակ ինքը չէ։ Դե կարող է նաև ասենք հայերեն չի խոսում, բայց ինքը իրեն համարում է հայ, տատը հայ է, չգիտեմ, սա տարբեր բաներ կան, էլի։ Եվ կան քաղաքական հայեր։ Այդ քաղաքական հայերը նրանք են, որոնք ուզում են, որ Հայաստան լինի անկախ։ Որովհետև իրանք Հայաստանից դուրս իրենց չեն պատկերացնում եւ իրանց բանը միայն տեսնում են Հայաստանում, ապագան եւ զարգացում են անկախ Հայաստանում։ Հիմա ո՞նց է լինում, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ խնդիր է ունենում, բոլոր ադրբեջանցի հարուստներին Ռուսաստանում սկսում են հետապնդել, բռնել, եսիմ ինչ անել եւ այլն։ Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիր է ունենում, Ռուսաստանի մեծ մասը, չասեմ բոլորը, սկսում են քննադատել Հայաստանին։ Ոչ մեկ չի ասում ախպեր, էսի մեր երկիրն է։ Այդ ինչ է, որտեղ իրենք քաղաքական հայեր չեն։ Այո։ Իրանք էթնիկ հայեր են։ Համաձայն եմ։ Հիմա երբ որ մենք քաղաքական բառը ասես բանադրում ենք, ասում ենք դա վատ բառ է եւ այլն, բան, դա նշանակում է, որ մենք բանադրում ենք անկախ Հայաստանի հեռանկարը։ Ընդհանրապես ասած, դες քաղաքականությունը եւ քաղաքական միտքը իր մեջ պարունակում նաեւ որոշակի ռիսկեր, հա։ Դու եթե ձևակերպում ես քո քաղաքական դիրքորոշումը, քաղաքականապես ինքնորոշվում ես եւ կողմնորոշվում ես,
դա ռիսկեր է պարունակում եւ դու պետք է այդ ռիսկերը գնահատելու, ռիսկերը հավասարակշռելու, ռիսկերը այսպես չեզոքացնելու գործիքներ ձևավորես։ Եթե ռեսուրսները դեռ չես ձևավորել, այդ ռիսկերը առաջացնելը ինքը արդեն վտանգներ առաջացնում, այդ թվում նաև ընդհանուր մինչև ֆիզիկական ոչնչացման։ Եվ դա վախենալու է։ Իրականում դա այդ քաղաքական կողմնորոշումը, ինքնորոշումը ինքը վախեր կարող է առաջացնի դրա համարձակությունը չունեցող մարդկանց մոտ։ Դրա համար է այդ պատճառով նաև որ մենք որպես քաղաքական ազգ չենք ձևավորվել։ Մենք չենք ձևավորել հայկական քաղաքական միտք այնպիսին, որը կարող է ապահովել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ այլն եւ այլն։ Մեր ձևավորած քաղաքական միտքը կարողացել է միայն ապահովել կախվածությունը ուժային կենտրոններից։ Միայն այդքան։ Ես մի բան եմ ուզում ասեմ, եւ սրա հետ կապված եւ ուրեմն հիմա միացած բան է գնում, որ իհարկե դա սարսափելի խոսք է, որտեղ հաց այնտեղ կաց խոսքը մեր բանն է զզվում է։ Հա, այդպես ահավոր բան խոսք, բայց մենք ավելի վատ ձևակերպում ունենք, որը ազդում է նաև մեր քաղաքականության վրա, էլի։ Մենք ոնց որ այդպես ենք աշխարհը բանանում, ճանաչում, որը իրական ավելի զզվելի եւ ավելի ցածրակարգ բան է, էլի։ Դա այն է, որ մենք խելքը, խելացիությունը եւ այլն գնահատում ենք այս բանը, որ խելո գառը երկու մոր կաթա ուտում, չէ՞։ Ու դա sense բոլորի երազանքն է, որ նրանք այնքան խելոք լինեն, որ երկու տեղից ծնվեն, չէ՞։ Բայց որ խորանաս, ինքը իրականում նշանակում որ այդ գառը մայր չունի։ Այսինքն ինքը իրականում այդ գառի մորթվելու հավանականությունը ավելի մեծ է։ Չէ, ինքը սրբություն չունի, ինքը արժեք չունի, ինքը բան ու այս սարսափելի բանը խոսքը տարածվում է մեր քաղաքականության վրա։ Համաձայն եմ, մենք փորձում ենք sense ինչ որ գնանք, ասենք ամերիկացիներին ֆռծնենք, էսի միշտ տանանք, գնանք ռուսներին խափենք, էսի ժուլիկություն, քաղաքական ժուլիկություն, հետո ասում ենք ախպեր, բա ինչ եղավ, որ sense բռնին տպին սաղով կամ բռնին, ասենք, էսի քացը։ Կամ երբ որ թուրքերը եկան մեզ մորթելու, ոչ մեկ կողքերը չկան։ Հիմա սա իրականում շատ լուրջ խնդիր է, էլի, որ մենք աշխարհը ընկալում ենք որպես այս չափանիշն է, որով մենք խելքը գնահատում ենք, բայց դա իրական անբարոյականության գագաթնակետն է։ Որտեղ եթե դու ասենք մայր չունես, մայրը կամ սրբություն չի եւ դա չես հասկանում ինչ է, դեռ դու մարդ չես, էլ իրավունք չունես բանս։ Դե ես կուզեմ այստեղ հիշեցնեմ նաեւ, որ մենք որպես պետություն չունենք պաշտոնական նշանաբան, ինչ որ միտեղ մի բան ունեն գրած, մեկ ազգ մեկ մշակույթ, բայց հույները մահկամ ազատություն։ Կուբան մահկամ ազատություն, Ուրուգվայը մահկամ ազատություն, եւ այլն, այսպիսի շատ բաներ կան եւ ազատությունը իրենց պաշտոնական նշանաբանների մեջ շատ պետությունների, Աֆրիկյան համարյա բոլոր պետությունների մեջ freedom-ը, ազատությունը կա, եւ դա շատ կարեւոր որ դու որպես նշանաբան կարողանաս ձևակերպես թե դու իրականում ինչ ես ուզում։ Բայց գիտես, որ ասում ենք մենք մեր արմատներից հեռացել ենք եւ այդ վերաիմաստավորման կարիքը եւ այլն։ Աշխարհում միակ ժողովուրդը կամ լավ երկուսից մեկը, որը ինքը իրան անվանում է իր ազատության հերոսի անունով, մենք ենք։ Այո։ Մենք մեզ կոչում ենք Հայկի անունով։ Իսկ Հայկը խորնացին ասում էր, որ Հայկը ազատասեր է, որտեղ Հայկը չուներ հայրենիք։ Ինքը եկավ իր ազատությունից բան արեց, բայց մենք կորցրել ենք այդ ազատասիրության մեր բանը կոչումը, էլի բարձր մոռացել ենք։ Մյուսը Բոլիվիան է, որ իրենց ազատության հերոսի անունով է կոչվում։ Բայց հուսանք, որ մենք կվերագտնենք։ Բայց ամերիկան չի, էլի օրինակ։ Հա, ամերիկան չի։ Ամերիկան էլ այդ կայսրությունն է, որ ասենք իր դեմ կռված բանին, Չե Գևարայի, որ ասենք այդ հակաամերիկյան շարժման սիմվոլն է, ինքը սարքել է ամերիկյան ազատասիրության սիմվոլը, ասենք իրենք մայկաների վրա են տպում, բայց նույն ձևով Ռուսաստանը սարքել է Նժդեհին։ Այսինքն ամենառուսասիրական կուսակցությունը համարում է
Նժդեհը իր առաջնորդ եւ որ ասում են բան Նժդեհը եւ Ռուսաստանը եւ այլն, ասում են ոնց դրանք բան են։ Չեն հակասում։ Կա ժուլիկության բան էլի։ Ու դա նաեւ մի բան էլ ասեմ, շատ կարեւոր, որ մենք երկու sense բանն ենք, որ Մոնթեն խնդիր ունի ամերիկացիների հետ, Նժդեհը խնդիր ունի ռուսների հետ։ Ու դա ցույց է տալի, որ այդ մարդիկ իրական ամենահայի իրենք են, որտեվ իրենք տերով չեն, էլի։ Այսինքն էս չի որ օրինակ Միկոյանի տերը սովետական միությունն է, դրա համար ասենք գալիս են անդադ Միկոյանի արձան, Միկոյանի փողոց, եսի ինչ եւ այլն, չէ, անդադ ասենք 5 տարի մեկ այդ հարցը գալիս է, բայց իրանց դեպքում տենց տեր չկա, տերը չկա, որտեվ իրենք հայ են, ժողովրդի ծոցից դուրս եկած եւ ազատասեր են։ Այո։ Ուրեմն այս նոտայի վրա ավարտենք մեր օպտիմիստական նոտայի վրա իրականում, շատ դրական նոտայի վրա, որտեվ իրական մենք պետք է վերագտնենք մեր այս ազատասիրությունը եւ հիշենք, որ մենք հայ ենք կոչվում մեր ազատության հերոսի անունով։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, հիշեցնեմ, որ ես եւ Ավետիք Քերոփյանը ամփոփում ենք անցած շաբաթվա իրադարձությունները եւ մի քիչ էլ մեկնաբանում դրանք, կհանդիպենք միշտ շաբաթ։ Ստեսություն։